Սիրելի հայուհիներ, մեկնարկել է Հայաստանի գեղեցկուհի ազգային գեղեցկության մրցույթը։ Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների առաջին խումբն արդեն անցել է մրցույթային նախապատրաստական առօրյային։ Եկեք միասին հետևենք ընթացքին։ Դեֆիլե, պար, ֆիթնես մարզումներ, մաշկի խնամք, մազերի ամբողջական խնամք և հարդարում, հետաքրքիր ֆոտոշարքեր և նկարահանումներ, անսահման հիշարժան պահեր ու վառ էմոցիաներ, և այս ամենը մեկ նախագծի շրջանակում։ Եթե քեզ մոտ էլ ցանկություն առաջացավ մասը դառնալու գեղեցկության այս տոնի, լրացրու հայտդ Miss Yerevan.am կայքում։ Հայաստանը սպասում է իր գեղեցկուհուն։ Ողջույն հարգելի հանդիսատես, ողջունում ենք բոլորին։ Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Ինձ հետ ողջ երեկոն կվարի դերասանուհի, մոդել, վիցեմիս ուսանողուհի, վիցեմիս Երևան Մարիամ Մելիքյանը։ Շնորհակալություն Գագիկ։ Եվ մոդել, դերասան, հաղորդավար, դիզայներ Գագիկ Օհանյանը։ Մեկնարկում ենք Miss ուսանողուհի Հայաստան 2023 գեղեցկության մրցույթը։ Մրցույթին մասնակցում են 15-ից 26 տարեկան ուսանողուհիներ։ Այս մրցույթում ներկայացված են մասնակիցներ Հայաստանի մարզերից և Երևանից։ Մասնակիցները մրցույթում ներկայացնում են նաև այն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանում են։ Այսպիսով, յուրաքանչյուր մասնակցի հաղթանակի դեպքում հաղթող է ճանաչվելու տվյալ ուսումնական հաստատությունը։ Մասնակիցները նախընտրական փուլը հաղթահարելուց հետո անցել են մեծ ճանապարհ։ Նրանք քրտնաջան աշխատել են լավագույնս ներկայանալու և ներկայացնելու իրենց ուսումնական հաստատությունը։ Ես ականատես եմ եղել նրանց մարզումներին, դեֆիլեի, էթիկայի, պարի և նման շատ վարպետաց դասերին, որոնց աղջիկները շատ պատրաստակամ են մասնակցել։ Ի դեպ, բոլոր մարզիչները և մրցույթի կազմկոմիտեն օր ու գիշեր աշխատել են նրանցից յուրաքանչյուրի հետ լավ արդյունք ստանալու համար։ Իսկ մարզիչների խիստ և պահանջկոտ լինելը մեծ դեր ունի մասնակիցների այսօրվա փայլուն ելույթում։ Մրցույթի գլխավոր հաղթողին կընտրի մեր այսօրվա հարգարժան ժյուրին։ Ներկայացնենք ժյուրիի անդամներին և այսպես Վրեժ Կիրակոսյան, երգիչ, Շարլ Ազնավուրի անվան Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, պրոֆեսոր Անի Ստեփանյան, հեռուստահաղորդավարուհի Անի Պետրոսյան, Miss Yerevan 2023, պարուսույց Արթուր Ալիխանյան, Ալիխանյան Production հիմնադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյան, Live Voice Vocal Studio-ի հիմնադիր տնօրեն Սարգիս Մկրտչյան, Atex նորաձևության կենտրոնի գործակալության փոխտնօրեն և ոճաբան Նարինե Այվազյան, N-Այվա էսթետիկ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Միքայել Հովանիսյան, Go Fit սպորտակումբի ֆիթնես մարզիչ Արդեն ծանոթացանք մեր հարգարժան ժյուրիի կազմին, նրանց բարդ ընտրություն է սպասում, քանի որ այս բեմում կներկայանան իրենց ելույթներով մեր գեղեցկուհիները, որոնք ջանք չեն խնայել եզրափակչում լավագույնս ներկայանալու։ Այո, այսօր մեզ գեղեցիկ երեկո է սպասվում, իսկ գեղեցիկ և հետաքրքիր նախագիծը կայանում է մեր գործընկերների աջակցությամբ։ Իսկ մեր այսօրվա գեղեցիկ երեկոյի Miss ուսանողուհի Հայաստան 2023 մրցույթի գործընկերն է Go Fit սպորտակումբը, հատուկ շնորհակալություն հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավագյանին և մարզիչ Հովհաննես Միքայելյանին։ Մասնակիցները իրենց գեղեցիկ կազմվածքն ու սննդակարգին հետևելու բոլոր հմտությունները ձեռք են բերել Go Fit մարզազրահում։ Մեր գործընկերն է հանդիսանում Ավալյան ստուդիոն, որն ապահովել է մեր գեղեցկուհիների վարսահարդարումը, իսկ մասնակիցների դիմահարդարումն ապահովել է Make-up Հարոյան, սրահի հիմնադիր դիմահարդար Անի Հարոյան։
Այսօրվա միջոցառման գործընկերներից է Christina Flowers ընկերությունը, հիմնադիր տնօրեն Քրիստինա Աղաջանյան։ Christina Flowers-ում դուք կարող եք պատվիրել on-line Instagram-ից, աշխարհի ցանկացած կետից յուրահատուկ կոմպոզիցիաներ եւ ծաղկեփնջեր, ցանկացած առիթի համար։ Այնտեղ պրոֆեսիոնալ ֆլորիստ դիզայներները ձեզ համար կստեղծեն նրբաճաշակ ծաղկեփնջեր, որոնք երբեք չեն կրկնվում։ Ծաղիկների առաքումը կատարվում է Հայաստանի ողջ տարածքում։ Christina Flowers-ն այսօր յուրօրինակ ձևավորել է միջոցառման անցկացման վայրը եւ այդ գործում նույնպես ունի բազմամյա փորձ։ Ինչպես տեսնում եք, մեր դահլիճի գեղեցիկ բնական անուշաբույր ծաղիկներով ձևավորումը վստահված է նրանց։ Մրցույթի գործընկերն է հանդիսանում Gulliver աշխարհահռչակ բրենդը, որն արդեն 3 տարի է ներկայացված է Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում։ Բրենդը ներկայացնում է 9 ամսականից մինչև թինեյջերական 18 տարեկան ընդգրկող լայն տեսականի։ Խանութսրահում ներկայացված են նաև դպրոցական համազգեստներ, որոնք տարբերվում են եւ ոճով, եւ որակով։ Սեպտեմբերի 1-ին ընթരാճ խանութսրահից մայրիկներ իրենց դպրոցականների համար կարող են ընտրել յուրօրինակ դպրոցական համազգեստ։ Խանութում առկա հագուստները համապատասխանում են նորաձևության հայտնի լյուքս բրենդերի կողմից առաջարկվող վերջին նորամուծություններին եւ նորաձևության վերջին թրենդերին։ Բրենդը տարբերվում է նաև նրանով, որ նշված հավաքածուներով կարող են միմյանց հետ համադրել եւ ստեղծել վերջնական անկրկնելի կերպար։ Ծափահարենք մի հատ։ Շնորհակալություն։ Ես սիրում եմ, որ դուք ծափահարում եք։ Մեր վաղեմի աջակիցն է Էթիկայի դպրոցը։ Այստեղ մեր մասնակիցները անցել են վարվեցողության, ներկայանալի եւ գրագետ խոսքի վարպետաց դասեր։ Մրցույթի գործընկերն է Glamour երեկոյան հագուստների վարձույթի սրահը, որը մեր գեղեցկուհիներին է տրամադրել շքեղ եւ նորաոճ երեկոյան զգեստներ։ Գագիկ, ինչպիսի տեսք ունեմ ես։ Շատ շքեղ, դու նույնպես շատ շքեղ տեսք ունես, ինչպես նաև բոլոր մեր մասնակիցները։ Աջակիցներից է Ալիխանյան ստուդիոն, Avos Art School-ը, GVG ստուդիոն, որը մրցույթի գեղեցիկ լուսանկարների հեղինակն է։ Մրցույթի գործընկեր է հանդիսանում GHM կահույքի սրահը, որն առաջատար է այս ոլորտում։ Մրցույթի վաղեմի գործընկերն է հանդիսանում Տերյան մշակութային կենտրոնը, հանձինս Լիլիթ Մելիքյանի։ Մեր գործընկերն են նաև Level Up Project-ը։ Դե ինչ ներկայացրեցինք մեր գործընկերներին, իսկ այժմ ներկայացնենք մրցույթի մասնակիցներին։ Պատրաստ եք տեսնել մեր գեղեցկուհիներին։ Բեմը հարթակ ենք հրավիրում մեր Miss ուսանողուհիներին։ Այս անգամ դիմավորում ենք ծափահարություններով։
Ահա եւ դիտեցինք մեր գեղեցկուհիների առաջին ելույթը։ Նրանց գեղեցիկ հայրվածքի կեցվածքի համար մեծ աշխատանք է տարել դեֆիլեի մարզիչ Սեյեդ Ամանոկյանը։ Ծափահարենք նրան շատ մեծ աշխատանքի եւ նվիրվածության համար։ Շնորհակալություն։ Մրցույթի հաղթողի տիտղոսից զատ այսօր եւս այլ տիտղոսներ կլինեն։ Հատկապես նշեմ հանդիսատեսի համակրանք տիտղոսը, իսկ այս տիտղոսին կարժանանա այն մասնակիցը, որը առավել ձայներ է հավաքել SMS քվեարկության արդյունքում։ Իդեպ ավարտվել է SMS քվեարկությունը եւ շատ շուտով կիմանանք հաղթողի անունը։ Հիշեցնեմ, որ Miss ուսանողուի 2023 տիտղոսակրին այսօր կընտրի միայն ժյուրին։ Իսկ հիմա դիտենք մասնակիցների տեսաուղերձները, որոնց միջոցով մասնակիցները իրենք են ներկայացնում իրենց։ Դե ինչ։ Բոլորիս ուշադրությունը էկրանին։ Ողջույն, ես Մարիամ Զաքարյանն եմ, 19 տարեկան, Արարատի մարզից։ Ներկայացնում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Նպատակս է իմ ոլորտում լինել կիրթ և պահանջված մասնագետ և լինել այն հայուհի, որը կուղորդի և օրինակ կծառայի ապագա սերնդի։ Բարև ձեզ, ես Մարիանեիս Մազլումյանն եմ, 17 տարեկան, Արզնիից, սովորում եմ ֆրանսիական քոլեջում, հաշվապահական հաշվառում բաժնում։ Miss ուսանողուի մրցույթին մասնակցելուս գերագույն նպատակը այն է, որ հաղթանակած ներկայացնեմ քոլեջս։ Երազում եմ դառնալ հայտնի մոդել և աշխարհին ներկայանալ արժանապատիվ հայուհու կերպարով։ Ողջույն, ես Կարինե Մելիքյանն եմ, 15 տարեկան։ Ներկայացնում եմ Երևանի Շարլ Ազնավուրի անվան Մշակույթի և արվեստի պետական քոլեջի կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ բաժինը։ Իմ նպատակն է իրականացնել մանկությունից թևեր առած բոլոր երազանքներս։ Ողջույն, ես Անտանյան Աստրիկն եմ, 20 տարեկան, քաղաք Էջմիածնից։ Ներկայացնում եմ Երևանի պետական համալսարանը։ Նպատակներից է իմ ոլորտում դառնալ պրոֆեսիոնալ մասնագետ։ Մոդել դառնալը եղել է մանկության երազանք։ Հիմա ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ, որ ամեն ինչ հնարավոր է։ Ողջույն, ես Էլեն Մանուկյանն եմ, 16 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում, տեղագործական ֆակուլտետ։ Նպատակս է այս ոլորտում ունենալ բազում հաջողություններ և լինել ճանաչված մոդել։ Ողջույն, ես Լիաննա Գրիգորյանն եմ, 19 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկա և ֆիզիկայի ֆակուլտետում։ Երազում եմ դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ և ողջ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը։ Ողջույն, ես Իզաբելլա Օհանյանն եմ, 17 տարեկան։ Ծնվել եմ Սանկտ Պետերբուրգում և շատ ուրախ եմ, որ արդեն վերադարձել եմ իմ հայրենիք։ Սովորում եմ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանում։ Կյանքի նպատակը գտնելու համար նախ եւ առաջ հարկավոր է գտնել սեփական ձեռագիրը, որն էլ ձևավորվում է կյանքի արժեքների եւ ցանկությունների համադրության արդյունքում։ Իմ նպատակն է գտնել այդ համադրությունը եւ շարժվել առաջ։ Ողջույն, ես Հասմիկն եմ Հայրումյան, 26 տարեկան, քաղաք Երևանից, ներկայացնում եմ Հյուսիսային համալսարանը, մրցույթին մասնակցելով ակնկալում եմ ձեռք բերել նոր գիտելիքներ, փորձ եւ այնուհետեւ օրինակ ծառայել որպես համարձակ ուսանողուհի եւ հայուհի։ Բարև ձեզ, ես Անուշ Հոդաբաշյանն եմ, 22 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Երևանի պետական համալսարանում, հայոց լեզվի եւ գրականության մասնագետ եմ։ Գերագույն նպատակս է կրթել հայ քաջորդիներին եւ լինել հայրենիքի արժանի հայուհի։ Բարև ձեզ, ես Մելարան Վարդիթեն եմ, Դորումարս Քյուղջրաշենից։ Սովորում եմ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, փրկարար գործ բաժնում, նաեւ մենապարուհի եմ։ Երազանքս է ճամփորդել ողջ աշխարհով, ինչպես նաեւ մասնակցել միջազգային փառատոների, ցուցադրել հայկական պարը իմ կատարմամբ եւ յետ վերադառնալ հայրենիք հաղթանակով։ Բարև ձեզ, ես Սուրբ Նշանյան Նարինեն եմ, 17 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Հյուսիսային համալսարանում։ Մրցույթին մասնակցում եմ լավագույնը դրսևորվելու եւ ի վերջո հաղթելու նպատակով։ Բարև ձեզ, ես Անտոնովա Ելիզավետան եմ, 17 տարեկան, քաղաք Հրազդանից։ Սովորում եմ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում, տուրիզմ բաժնում։ Նպատակս է համագործակցել միջազգային մոդելային ընկերությունների հետ եւ դառնալ ճանաչված մոդել։ Ողջույն, ես Կարինեն եմ Պետրոսյան, 24 տարեկան, քաղաք Երևանից։ Ներկայացնում եմ Երևանի պետական համալսարանը։ Իմ նպատակն է հաղթել մրցույթում, իսկ երազանքս կապել իմ կյանքը բեմի, տեսախցիկի ու երաժշտության հետ։
Ես Մկրտչյան Լիլիան եմ, 17 տարեկան, սովորում եմ Երևանի Հենակետային պետական բժշկական քոլեջում, մանկաբարձական ֆակուլտետ, նպատակս այն է իմ ընտրած ոլորտում դառնամ պրոֆեսիոնալ եւ շարունակեմ մոդելային ասպարեզում ձեռք բերեմ գիտելիք եւ հաջողություն։ Ողջույն, ես Կարինե Ավալյանն եմ, կանաչ քաղաք Վանաձորից։ 19 տարեկան եմ եւ սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում, նախադպրոցական ոլորտի մանկավարժը։ Ուզում եմ լինել լավ օրինակ նախադպրոցահասակների համար, լավ օրինակ ուսանողության համար։ Եվ քանի որ գիտակցում եմ աշխատանքիս մեծ պատասխանատվությունը, նպատակս է տարի առ տարի հաստատուն կերպով դաստիարակել ու կրթել հայ մարդու անդավաճան ու պայքարող տեսակը։ Ողջույն, ես Լիաննա Կոլյանն եմ, 18 տարեկան, քաղաք Երևանից, սովորում եմ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում։ Մասնագիտությամբ նկարչուհի եմ, նպատակ ունեմ ունենալ սեփական արհեստանոց եւ երեխաներին մոտեցնել դեպի արվեստը։ Ես շատ տպավորված եմ։ Ես նույնպես եւ մենք դիտեցինք մեր 16 գեղեցկուհիների տեսաուղերձները, Գագիկ։ Մինչ մեր գեղեցկուհիները կպատրաստվեն իրենց հաջորդ ելույթին, բեմը հարթակ ենք հրավիրում Live Voice Vocal Studio-ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյանին։ Ինչ պետք է անեք հիմա։ Ծափարենք։ Շնորհակալություն։ Пообещайте мне любовь, пусть безответную, узнаю в облике любовь. По всем приметам я пойду покорно наугад, куда поманите, и не свернусь с пути назад, когда обманете. Обещайте мне любовь, хоть на мгновение. Хочу изведать эту боль, как откровение. Я за собой сожгу мосты, не зная жалости, и все прощу, но только ты. Люби, пожалуйста, люби. Люби, пожалуйста, люби. Люби, пожалуйста. Пообещайте мне любовь, такую нежную, и мир для нас родится вновь, маня надеждою, чтоб разлилась живой водой и песней грустною. Любовь не может быть другой, я это чувствую. Пообещайте мне любовь, хоть на мгновение. Хочу изведать эту боль, как откровение. Я за собой сожгу мосты, не зная жалости, и все прощу, но только ты. Люби, пожалуйста, люби. Люби, пожалуйста, люби. Обещайте мне любовь, хоть на мгновение. Хочу изведать эту боль, как откровение. Я за собой сожгу мосты, не зная жалости, и все прощу, но только ты. Люби, пожалуйста, люби. Люби, пожалуйста, люби. Люби,
Пообещайте мне любовь. Շնորհակալություն Լիլիթին։ Համաձայնվի ինձ հետ, որ Լիլիթ Գրիգորյանը շատ գեղեցիկ ձայն ունի։ Այո։ Ես էլ եմ ուզում երգեմ։ Դրա ժամանակը չի, սպասի։ Հիմա մի հատ երգեմ լսի։ Շնորհակալություն Լիլիթ Գրիգորյանին գեղեցիկ կատարման համար։ Իսկ մեր մասնակիցները այժմ եւս մեկ անգամ կներկայանան գեղեցիկ հայկական համարով, որտեղ նրանց հմայի չայու կերպարը ավելի ամբողջական է դարձրել Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած նոր եւ գեղեցիկ հայկական տարազները։ Իդեպ աղջիկները հանդես կգան գեղեցիկ պարային համարով, որը բեմադրել է Պարուսույց Miss Երևան 2023 Անի Պետրոսյանը։ Դիմավորենք մեր հայուհիներին, Գագիկ։ Դիմավորենք։
Գագիկ, ասա, որ մեր միս ուսանողուհիները շատ գեղեցիկ էին պարում։ Հա, մենք այստեղից ուշադիր նայում էինք, ճիշտ է, կուլիսներից այդքան շատ լավ չէր երևում, բայց ամեն դեպքում լավ էին պարում։ Իսկ ըստ քեզ ես կարող եմ այդպես պարել, ուզում եմ պարել, մի հատ փորձեմ էլի։ Մարիամ, էլի սկսեցիր, թող վարենք։ Եվ այսպես, բեմում էին միս ուսանողուհի 2023 մրցույթի մասնակիցները։ Դիտեցինք հայկական շատ գեղեցիկ ցուցադրություն, իսկապես մեր գեղեցկուհիները հայկական կերպարներով շատ հմայի չէին։ Իսկ հայկական տարազները ստեղծվել են Տերյան մշակութային կենտրոնում, որի համար շնորհակալություն ենք հայտնում կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին։ Դե ինչ հարգելի հանդիսատես, հարգարժան ժյուրի, կարծում եմ մեր մասնակիցների ելույթները եւ նրանց տեսաուղերձները կարողացան բավականին լավ ներկայացնել մեր մասնակիցներին։ Կարծում եմ հարգարժան ժյուրին արդեն իր գնահատականներն է գրանցում, որի արդյունքում կիմանանք հաղթող մասնակցի անունը, որը կգրի անկրկնելի հայկական ձեռագործ թագ։ Ինչպես գիտեք, արդեն եւս մեկ շատ հետաքրքիր մրցանակ եւ տիտղոս է սպասվում մասնակիցներից մեկին, այն է հանդիսատեսի համակրանք տիտղոսը, որի հաղթողը որոշվում է SMS քվեարկության արդյունքում, առավել շատ ձայներ հավաքած մասնակցին։ Դե ինչ, արդեն ավարտվել է SMS քվեարկությունը եւ պարզ կլինի այս անվանակարգի հաղթողը։ Այո, մոտենում է մրցույթի ամենաթեժ մասը եւ մեր գեղեցկուհիներն մնում է եւս մեկ անգամ ներկանալ շատ գեղեցիկ համարով։ Իսկ մինչ մեր գեղեցկուհիները կփայլեն իրենց վերջին ելույթով, բեմահարթակ ենք հրավիրում հայտնի գիթառահար Ասպետ Նովարովին։ Ծափահողջուններով դիմավորում ենք Ասպետին։
Շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Գագիկ։ Ինչ Մարիամ, մենակ չասեցի, մայր ուզում ես կիթառ նվագես։ Լավ, սուսեմ, վերջ, կարանք շարունակենք։ Այժմ հիշեցնենք մեր գործընկերներին, որոնց վստահության արդյունքում է կայանում նման մեծ նախագծերը։ Գլամուր երեկոյան հագուստների վարձույթ սրահը, Գուլիվեր աշխարհահռչակ բրենդը, Ալվալյան ստուդիոն, որն ապահովել է մեր գեղեցկուհիների վարսահարդարումը։ Մեր աջակիցն է Make-up Հարոյան սրահի հիմնադիր դիմահարդար Անի Հարոյանը, Գոֆիտ սպորտակումբը, հատուկ շնորհակալություն հիմնադիր տնօրեն Հովանես Ավագյանին և մարզիչ Հովանես Միքայելյանին։ Մեր հովանավորն է նաև Քրիստինա Ֆլաուերսը, որն այսօր յուրօրինակ ձևավորել է միջոցառման անցկացման վայրը, Ալիխանյան ստուդիոն, Avos Art School-ը, Էթիկայի դպրոցը, GHM կահույքի սրահը, GVG ստուդիոն, որը մրցույթի գեղեցիկ լուսանկարների հեղինակն է։ Իսկ այժմ մեր մասնակիցները պատրաստվում են հանդես գալ իրենց հաջորդ գեղեցիկ ելույթով, երեկոյան հագուստներով, որը տրամադրել է Գլամուր երեկոյան հագուստների սրահը, իսկ գեղեցկուհիների վարսահարդարումն ապահովել է Ավալյան ստուդիոն, դիմահարդարումը Անի Օհանյանի։ Հարգելի հանդիսատես, հեռուստադիտող, ժամանակն է գեղեցկուհիների ամենագեղեցիկ ելույթը դիտելու։ Բեմահարթակը տրամադրենք նրանց, քանզի նրանք շատ հուզված են և սրտատրով սպասում են իրենց ելույթին։
Շնորհակալություն գլամուր հագուստի սրահին նման շիկ հերձ գեսների համար։ Այվ ավարտվեց մեր գեղեցկուհիների ելույթները։ Կարծում եմ արդեն ժամանակն է ժյուրի գնահատականների ամփոփման։ Մինչ ժյուրին կամփոփի գնահատականները մեզ համար ելույթ կունենա Վրեժ Կիրակոսյանը։ È la mia vita, che mistero, sono picantole nella lotantomita, un menzognero, ma dove sono e cosa faccio? Sono il santo che t'ha tradita quando eri solo e vivo altrove, io sto al Vermonto dal cielo e vedo il mare lont, le foreste se c'è una notte buia abbastanza, nascondermi, se c'è una luce la speranza, sogni è magnifico che le sprendi dentro me, dammi la gioia di vivere che ancora non c'è. Devi vivere che forzato quando ancora non c'è. Շնորհակալ եմ։ Երկու խոսք եթե կարելի է։ Ես ուզում եմ, որ շատ բարձր ծափահարենք մեր մասնակիցներին։
Դա շատ բարձր չէ։ Եկեք այնպես ծափահարենք, որ իրենք լավ զգան, որ այսօր գեղեցիկ, իրենց համար նույնիսկ շատերի համար առաջին այս դեբյուտն էր այս բեմի վրա եւ առասարակ բեմի վրա, որ իրենք միշտ հիշեն այդ ծափահարությունները, այդ են ծափահարեք։ Այսա ուրիշ բան արդեն։ Հիմա դե մի հատ էլ ինձ ծափահարեք, որ գնամ բեմից։ Շնորհակալ եմ, թող որ հաղթի լավագույնը։ Հաջողություն։ Շնորհակալություն Վրեժ Կիրակոսյանին հիասքանչ կատարման համար։ Եվ այսպես մի ուսանողուհի բեմ ենք հրավիրում մեր 16 ուսանողուհիներին։ Գալիս են մեր գեղեցկուհիները ծափերի, արժանի են նրանք, խնդրում եմ դիմավորել նրանց։ Մրցույթի գեղեցկուհիներին այժմ կշնորհեն դիպլոմներ մրցույթում մասնակցություն ցուցաբերելու լավագույնս ներկայանալու համար։ Եվ իրանք նույնպես արժանի են այդ պատվոգրերին, ճիշտ չեմ աղջիկներ։ Եվ այսպես։ Ահա պատվոգրերը։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞ մեր հագուստները։ Այո, շատ։ Որը տրամադրել է գլամուր երեկոյան մրցույթի սրահը։ Իմը նույնպես։ Չենք մոռանում, հա, որ իմը նույնպես։ Եվ այսպես պատվոգրերից հետո կիմանանք հանդիսատեսի համակրանք տիտղոսին արժանացած մասնակցի անունը։ Եվ այսպես հանդիսատեսի համակրանք տիտղոսին արժանանում է առավել շատ SMS ստացած մասնակիցը։ Շուտով ծրարը կլինի մեզ մոտ եւ կիմանանք, թե գեղեցկուհիներից որն է վաստակել հանդիսատեսի համակրանքը։ Ահա, եկավ այդ պահը, երբ պետք է իմանանք հանդիսատեսի համակրանք տիտղոսակրի անունը։ Ծրարը քեզ մոտ է։ Եվ այսպես։ Ահա։ Եվ այսպես։ Հանդիսատեսի համակրանք տիտղոսին է արժանանում համար 7։ Շնորհավորում ենք համար 7։ Բրավո։ Ասա որ գեղեցկուհի է, արժանի է։ Այո։ Շնորհավորում ենք համար 7։ Իսկ մեր հաջորդ տիտղոսն է Best Model։ Best Model։ Եվ այսպես։ Best Model տիտղոսին է արժանանում համար 1։ Բրավո։ Շնորհավորում ենք մեր գեղեցկուհուն։ Համար 1 Best Model։ Հաջորդ տիտղոսն է Best Photo Model։ Տեսնենք թե այդ գեղեցկուհին ով է։ Եվ այսպես Best Photo Model տիտղոսին է արժանանում համար 7։ Երկրորդ հաղթանակը մեր գեղեցկուհու։ Ուզված ենք։ Այժմ կհայտարենք լավագույն հնգյակի անունները։ Սպասում ենք։ Եվ այսպես Օհո Կենտրոն ենք գալիս։ Եւ այսպես Համար 1
Չենք ուզվում, գեղեցկուհի։ Համար 6 Համար 15 Եվ Համար 9 Եվ այսպես Երորդ վիցե Երորդ վիցե Գագիկ Պատրաստ Քեզ մոտ են, չէ, ծրարները Ինձ մոտ են Ճիշտ ասած ճիշտ չեմ ուզում ասել Ինչու? Դե մի քիչ ձգձգենք Լավ Ինչպես ես Գագիկ Սպասիր Երորդ վիցե Ուշադրություն Համար 6 Եվ այսպես Երկրորդ վիցը Համար 1 Իսկ այժմ մնացին 2 հոգի Գեղեցկուհիներ Այսպես շատ լարված պահ է Տեսնենք թե ով է դառնալու այսօրվա Միս ուսանողուհին Իսկ այսօրվա հաղթանակն է ուղևորություն, թե ուր ենք գնալու, գաղտնիք է, հետո կիմանանք։ Լավ։ Եվ այսպես, Միս ուսանողուհի 2023 տիտրոսին է արժանանում, չասես Գագիկ, Միս ուսանողուհի Ես առաջարկում եմ հաղթողի անունը հնչեցնելու համար բոլորս միասին ծափողջուններով բեմ հրավիրենք Միս Երևան հասարակական կազմակերպության տնօրեն Արթուր Վարդապետյան և Միս ուսանողուհի 2022 Նելի Թումասյանին որպեսզի թագադրի Եվ այսպես, Միս ուսանողուհի Միս ուսանողուհի 2023 Համար 9 Շնորհավորում ենք արժանի հաղթանակ Միս ուսանողուհի 2023 համար 9 Շնորհավորում ենք Հաղթանակ, ուղևորություն, շնորհավորում ենք մեր գեղեցկուհին, շնորհավորում ենք տասնյակ, հնգյակ չանցած մեր գեղեցկուհիներին, յուրաքանչյուրը արժանի է այս հաղթանակին։ Շնորհավորում են արժանի հաղթանակ։ Շնորհավորում ենք Շնորհավորում ենք մեր գեղեցկուհին ևս մեկ անգամ։ Մեր գեղեցկուհին Եվ ինչ շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս երեկոյի համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գեղեցկուհիներին եւ շնորհավորում ենք։ Կարող եք արդեն շնորհավորել մեր գեղեցկուհուն։ Մեր գեղեցկուհուն։
Սիրելի հայուհիներ, մեկնարկել է Հայաստանի գեղեցկուհի ազգային գեղեցկության մրցույթը։ Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների առաջին խումբն արդեն անցել է մրցույթային նախապատրաստական առօրյային։ Եկեք միասին հետևենք ընթացքին։ Դեֆիլե, պարկ, ֆիթնես մարզումներ, մաշկի խնամք, մազերի ամբողջական խնամք և հարդարում, հետաքրքիր ֆոտոշարքեր և նկարահանումներ, անսահման հիշարժան պահեր ու վառ էմոցիաներ, և այս ամենը մեկ նախագծի շրջանակում։ Եթե քեզ մոտ էլ ցանկություն առաջացավ մասը դառնալու գեղեցկության այս տոնի, լրացրու հայտդ Miss Yerevan.am կայքում։ Հայաստանը սպասում է իր գեղեցկուհուն։